Իսրայելական ուժերը կանգնեցրել են Գազա օգնություն տանող նավերն ու ձերբակալել այնտեղ գտնվող ակտիվիստներին, այդ թվում Գրետա Թունբերգին։ Տարածված տեսանյութում երևում է, ինչպես են զինվորականները զենքերը պարզում ներսում գտնվողների վրա։ Թել Ավիվը հայտարարում է, Global Sumut նավատորմի մի քանի նավ են կանգնեցրել ու այնտեղ գտնվողներին տեղափոխել իսրայելական նավահանգիստ։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, թե նավերին հորդորել են փոխել ուղղությունը, երբ դրանք մոտենում էին ակտիվ ռազմական գոտուն։ Ակտիվիստները իսրայելական ուժերի գործողություններն ապօրինի են որակում ու հուսահատությունից դրդված անամոթ ակտ անվանում։ Տեսանյութերը հրապարակել նաև Իսրայելի արտգործնախարարությունը։ Դրանցից մեկում կին ռազմածովայինը հորդորում է նավերին փոխել ուղղությունը ու կոչ անում օգնությունը տեղ հասցնել Իսրայելի առաջարկած տարբերակով։ Մեկ այլ տեսանյութում էլ զինվորականը բաճկոն է փոխանցում Գրետա Թունբերգին։ Գրետան եւ նրա ընկերներն ապահով են ու առողջ, գրել է նախարարությունը։ Թել Ավիվը հայտնում է, որ նավերում գտնվողներին կարտաքսեն Եվրոպա։ Մանչեսթերում 2 անձ է մահացել սինագոգի վրա հարձակման հետևանքով։ Կասկածյալը մեքենան մարդկանց ուղղությամբ է վարել ու դանակով հարվածներ հասցրել։ Ոստիկանությունը հաղորդում է, նրան գնդակահարել են։ Անձը մահացել է։ Հարձակումը տեղի է ունեցել հրեաների համար ամենասուրբ Յոմ Կիպուրի օրը։ Աշխարհի տարբեր ծայրերում հրեաներն այսօր սինագոգներում են հավաքվում։ Խորապես ցնցված են եւ տխուր, հատկապես հրեա համայնքի համար այսքան կարևոր օրը, հայտարարել է թագավոր Չարլզը զորակցություն հայտնելով տուժածներին։ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Ստամբուլում զոհեր չկան, հաղորդվում է 17 տուժածի մասին, որոնք վնասվել են ոչ թե ցնցումների, այլ խուճապի պատճառով։ Երկրաշարժը գրանցվել է Մարմարածովում Ստամբուլից հարավ-արևմուտք։ Քաղաքային իշխանությունների տվյալներով ավերածություններ չկան, տեղեկացնում են, իրենց աշխատակիցները քաղաքում քննություն կիրականացնեն։ Ստամբուլի քաղաքապետարանը բնակիչներին խնդրում է չմոտենալ կառույցներին, որոնք կարող են վնասված լինել, եւ հետևել պաշտոնական հաղորդագրություններին։ Ապրիլին Ստամբուլում ավելի քան 150 մարդ էր վիրավորվել, երբ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի ժամանակ ցատկել էին շենքերից։ 2023-ի փետրվարին երկրի նորագույն պատմության ամենաողբերգական 7.8 մագնիտուդով երկրաշարժը, որը գրանցվել էր Թուրքիայի հարավում ու Սիրիայի հյուսիսում, ավելի քան 55,000 մարդու կյանք խլեց։ Ավելի քան 107,000-ը վիրավորվեցին։ Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների եւս մեկ խումբ են փոխանակել Կիևը, 185 զինծառայողի է վերադարձրել, Մոսկվան նույնպես 185 գերիների է ազատ արձակել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական կողմը նաեւ հավելում է, Կիևը նաեւ 20 քաղաքացիական անձանց է վերադարձրել։ Ըստ հաղորդագրության ռուսաստանցիներն այժմ Բելարուսում են, որտեղ նրանց հոգեբանական ու բժշկական անհրաժեշտ օգնություն են տրամադրում։ Վերջին անգամ կողմերը գերիներ էին փոխանակել օգոստոսի ավարտին։ Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքներին, հայտնում է Ուկրաինայի փոխվարչապետը։ Մասնավորապես թիրախավորվել է Օդեսայի դեպոներից մեկը, մեքենավարը բեկորային վնասվածքներ է ստացել։ Երկրի հյուսիսում Սումիի շրջանում նույնպես երկաթուղային ենթակառուցվածքներ են թիրախավորվել։ Կիևի հաղորդմամբ ամբողջ գիշերվա ընթացքում ռուսական կողմն 86 անօդաչու է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, դրանցից 53-ին հաջողվել է չեզոքացնել։ Ֆրանսիայում դարձյալ բողոքի ցույցեր են անցկացվել, ավելի քան 200 քաղաքներում ու բնակավայրերում մարդիկ փողոցներ են դուրս եկել, պահանջելով հարուստներից ավելի շատ հարկեր գանձել։ Associated Press-ը հայտնում է, Փարիզում հազարավոր քաղաքացիներ երթ են իրականացրել։ Գործադուլի պատճառով փակվել է նաև Էյֆելյան աշտարակը։ Ցույցերի մասնակիցներն անցած ամիս պաշտոնում նշանակված վարչապետ Սեբաստիան Լեկորնյուից պահանջում են հրաժարվել նախորդ վարչապետի օրոք մշակված բյուջետային միջոցառումներից։ Քաղաքացիների պնդմամբ դրանք ցածր աշխատավարձ ստացողների ու միջին խավի կյանքն էլ ավելի կբարդացնեն։ Բոլիվուդյան դերասան Շահ Ռուխ Խանը դոլարային միլիարդատեր։ Hurun India Rich List 2025-ի տվյալներով նա այսուհետ աշխարհի ամենահարուստ դերասաններից մեկն է։ Նրա կարողությունը 1.4 միլիարդ դոլար են գնահատել։ BBC-ն գրում է, որ 59-ամյա դերասանն այսպիսով մտնում է մի ակումբ, որտեղ են նաև Արնոլդ Շվարցնեգերը, Ռիհաննան, Թայգեր Վուդսն ու Թեյլոր Սվիֆթը, որոնց կարողությունը Forbes-ը 1.6 միլիարդ է գնահատել։